Լոս Անջելեսում գործող Armenian Arts մշակութային կենտրոնում վերանորոգումից հետո հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված առաջին միջոցառումն է։ Հայաստանի վաստակավոր արտիստ երգչուհի Հասմիկ Հարությունյանն ամերիկաբնակ մեր հայրենակիցներին է ներկայացնում «Արև եկ մանկական ժողովրդական երգերի ժողովածուն»։ Երգչուհին կարևոր առաքելություն է ստանձնել հայրենիքից հեռու ծնված մեծացած հայերին ծանոթացնել, հաղորդակից դարձնել հայկական մշակույթին։ Նախնիներս մուշից են, մեծացել եմ այդ երգեցիկ միջավայրում, երբ չեմ մտածել, որ ես պիտի դառնայի դա կատարողը, այդ երգերի եւ պրոպագանդողը, բայց մի պատահական երջանիկ օր ծանոթացել եմ Հայրիկին ու Մարոյին Մուրադյան եւ այդպես սկսվեց իմ կյանքի պատմությունը, դարձա ակունք անսամբլի մենակատար, երկար տարիներ եղել եմ ռադիոյի հեռուստատեսության ակունք անսամբլում, հետո հիմնադրել ենք Շողակն անսամբլը, որը շրջագայել է ամբողջ աշխարհում, հեղինակավոր դահլիճներում։ Ժողովածուում ներառվել է 40 երգ երեխաների կատարմամբ, որոնք ձայնագրել են պրոֆեսիոնալ երաժիշտները Երևանում։ Հասմիկ Հարությունյանն այսօր մանկական ժողովրդական երգերի այս շարքը սիրով եւ մեծ պատասխանատվությամբ փոխանցում է երիտասարդ սերնդին։ Շատ էի ուզում, որ այդ ձայնագրությունները եւ այդ երգերը նոտագրված, գեղեցիկ փոխանցվեն այսօրվա սերունդին։ Մեծ հույս ունեմ, որ այդ արտնացումը, որ ես հիմա փորձում եմ տեսնել, ես հույս ունեմ, որ ժամանակավոր չի լինի, երբ որ ես արդեն Հայաստանում կլինեմ։ Երգչուհու խոսքով հայկական ժողովրդական երգերը նոր մշակմամբ ու մոտեցմամբ ներկայացնելը բարդ ու պատասխանատու գործ է։ Ուրախ է, որ երիտասարդ կատարողները փորձում են պահպանել հիմնական մեղեդային գիծը՝ երգի ասելիքը։ Ամբողջ աշխարհը վերադառնում է իր արմատին։ Ինձ միշտ հետաքրքրում է ինչու են մեզ հրավիրում օտար երկրներ, օտար ազգի դահլիճներ երգելու մեր երգը։ Ես հասկացել եմ, որ մեծ շարժում կա եւ մարդկությունը միգուցե փնտրում է իր արմատը։ Եվ այնպիսի հին ժողովուրդներ, որոնց շարքին նաեւ մենք ենք, միգուցե իրենք փորձում են մեր միջոցով, մեր երաժշտության միջոցով գտնել մոտենալ իրենց արմատներին, որովհետև դեպքեր են եղել, որ օրինակ հայկական օրոցայինները օտար մարդիկ մոտենում են, ասում են տատիկիս ձայնը հիշողությանս մեջ արթնացավ։ Հասմիկ Հարությունյանը նախատեսում է առաջիկայում լույս ընծայել նաև հայկական օրորոցային, հարսանեկան եւ աշխատանքային երգերի ժողովածուներ։ Յուրա Վահանյան, Հակոբ Փափազյան, լուրեր։